Զարգացած եւ զարգացող շատ երկրներում քրեական վերականգնողական արդարադատությունը դիտվում է որպես հանցագործությանը հակազդելու ավելի ճկուն ու արդյունավետ մոտեցում։ Պատժողական շրջանից դեպի վերականգնողական արդարադատություն պրոբացիայի համակարգի հիմքն է։ Պրոբացիան ազատազրկմանը փոխարինող պատժատեսակ է, որն իրավախախտին թույլ է տալիս կրել դատարանի սահմանած պատիժը, միաժամանակ պահպանելով կապը ընտանիքի եւ շրջապատի հետ։ Պրոբացիայի ծառայությունը իր գործունեության շրջանակներում իրականացնում է պատիժների դատարանի կողմից նշանակված պատիժների կատարումը, իսկ սկսած 2023 թվականի հունվարի 1-ից արդեն այլընտրանքային խափանման միջոցների, տնային կալանք եւ վարչական հսկողություն խափանման միջոցների կատարումն է իրականացնում, ապահովում, բացի դա պրոբացիայի ծառայության գործունեության գործառույթների շրջանակներում նաեւ մտնում է պրոբացիայի շահառուների վերասոցիալականացման ծրագրերի իրականացումը, հասարակությանը վերաինտեգրումը։ Պրոբացիան յուրատեսակ փորձաշրջան է թեթև իրավախախտումներ կատարած անձանց համար, միաժամանակ այն կրկնահանցագործությունների կանխարգելման արդյունավետ մեխանիզմ է։ Սակայն պրոբացիայի շահառուների համար հաճախ դժվար է հաղթահարել օրինազանցի պիտակը եւ վերաինտեգրվել հասարակություն։ Այն պահանջում է անձնական, սոցիալական, իրավական ու գործնական հմտությունների զարգացում, որոնք կարևոր են ինքնուրույն ու պատասխանատու կյանք վարելու, աշխատանք գտնելու եւ այլ դժվարություններ հաղթահարելու համար, իսկ դա ոչ բոլոր դեպքերում է ստացվում։ Աշխատանքային փորձը ցույց է տվել, որ իրավական եզրույթով անցած անձինք դժվարություն ունեն իրենց ընդունելու եւ իրենց արարքները ընդունելու, չնայած այն կարևոր փաստի, որ իրենք այդ մասին չեն բարձրաձայնում եւ իրականում կա մեղադրանք բոլորի ու ամենքի հանդեպ, ոչ սեփական անձի հանդեպ։ Երբ որ անցնում են ինքնաճանաչման ճանապարհը, սկսում են հասկանալ ինչ արմատական հիմքեր կային, որ իրենք անցել են իրավական եզրույթներով, այդ դեպքում արդեն ավելի դյուրին է կարգավորել սեփական վարկը։ Ինքնուրույն դառնալու հասարակության հետ հաշտեցման ճանապարհը հեշտացնելու համար նրանց հետ շարունակական աշխատանք է անհրաժեշտ տարբեր մասնագետների ներգրավմամբ։ Պրոբացիայի ծառայության Շիրակի մարզային մարմնում կազմակերպվել է 16 թեմատիկ դասընթաց։ Մասնակցել են 40-ից ավելի շահառուներ եւ նրանց ընտանիքի անդամները։ Մեկուսացումից դուրս գալու, վստահություն ձեռք բերելու եւ վերասոցիալականացման ճանապարհին առաջ շարժվելու համար։ Անկախ նրանից, որ իրենք, այսպես ասած, նույն իրավական կարգավիճակը ունեն, ամեն անձ տարբեր է ձևով է դրա հետևանքները կրում։ Ինչ որ մեկը թեթև է տանում, ինչ որ մեկը ավելի ծանր է տանում, եւ խմբի ներսում իրար հետ խոսելով լսել են միմյանց եւ երբեմն հենց այդ փոխօգնության մթնոլորտը օգնել է, որպիսի հոգեբանական թեթևացած վիճակով արդեն դուրս գան դասընթացի սենյակից։ Խիստ ուշադրություն դարձնելով վերջիններիս անձնական բարոյահոգեբանական, սոցիալական հատկանիշներին, խիստ ուշադրություն դարձնելով նաև վերջիններիս կողմից կատարված հանցագործությունները ծնող դրդապատճառներին, վերհանելով դրանք, նրանց բաժանելով ըստ խմբերի, նաև տարիքային, կին, տղամարդ, անչափահաս եւ այլն։ Աշխատանքը իրականացվել է հիմնականում մեկ անգամ դատապարտված անձանց հետ, թույլ չտալով կրկին հանցագործությունների։ Պրոբացիայի շահառուների քանակը 4 անգամ գերազանցում է կալանավորված եւ դատապարտված անձանց թվին։ Շահառուների թվում առավելապես երիտասարդներ են, այդ թվում անչափահասներ։ Հոգեբանը նշում է, որ իրավախախտ վարքի ձևավորումը դեպքերի մեծ մասում սկիզբ է առնում ընտանիքից, անառողջ կոնֆլիկտային մթնոլորտից։ Դրա համար ծրագրում ներգրավել են նաեւ ընտանիքի անդամները, որպիսի ստանան սոցիալ-հոգեբանական աջակցություն, սկսած ֆիզիկական եւ հոգեբանական բնականոն զարգացման ապահովումից մինչեւ շրջապատի բացասական ազդեցությունից պաշտպանվելու հմտություններ։ Օրինակները տարբեր են։ Օրինակի համար անձը վարորդ է եւ մեքենա վարելով հոգացել է իր ընտանիքի կարիքները, սոցիալական կարիքները, բայց անձի նկատմամբ կիրառվել է պատիժ, վարորդական իրավունքից զրկում։ Եվ իր հոգեբանական վիճակով տվյալ անձը հավասարազոր է 4 պատի մեջ խցում հայտնված անձի հոգեբանական վիճակին, որովհետև փաստացի ինքը չունի իր նախկին տեղաշարժի միջոցը, չունի իր նախկին աշխատանքի միջոցը, հաշտ չէ իր կողմից կատարված արարքի հետ, դրա հետևանքների հետ, եւ բնականաբար այս անձանց միջավայր է պետք, որպեսզի խոսեն եւ իրենց կողքից որևէ մեկը հուշի, որ դա աշխարհի վերջը չէ, կյանքի վերջը չէ։ Կարող է լինել սոցիալական անապահովությունը, կարող է լինել ներանձնային խնդիրները, ինչու ոչ ունենք փաստեր, որ ընտանիքներ, ովքեր ապահոված են ֆինանսապես, հաճ ունեն ճգնաժամներ ընտանեկան, բայց ունեն իրավախախտ դրսևորումներ։ Ասպեկտները շատ տարբեր են, կարող է նորից կրկնվեմ, բայց կարող եմ ասել, որ հիմքում ընկած է ընտրությունը,
որովհետև մենք ընտրություն ընտրում ենք մեր ապագան, մենք ընտրում ենք մեր վարկը, մեր դրսևորումը։ Ծրագրի դրական արդյունքներից մեկն էլ մի շարք շահառուների դասընթացներից հետո աշխատանքի տեղավորումն է, բայց մասնագետներն ահազանգում են, որ իրավախախտների աշխատաշուկա ներգրավելը ամենաբարդ մարտահրավերներից մեկն է մնում։ Առաջարկում են գործընթացին ներգրավել նաև պետական մարմիններին որպես հնարավոր գործատուների։ Հասմիկ Թումասյան, Արարատ Ծատուրյան, Հորիզոն։